Բարի երեկո ժողովուրդ ջան, այսօր լավ օր է, շատ լավ, հաճելի օր է, այսօր վերջապես վառում ենք ամեն ինչ, վառում ենք կրակի տակ ենք թողում, վերջացնում ենք այսօր Ֆայասի վերջին օրն է այսօր, բացվում են փողոցները, էլ բոմբեր չկան, ավելի շուտ կան, բայց այսի վերջի օրն է, վաղ էլ չեն լինի. Ինչքան արձաններ կա, որ տեսակ, քանի օր որ նկարում ենք այդ արձանները, ինչքան արձաններ կա, վառելու են այսօր, կես ժամվա տարբերությամբ, 15 րոպեվա տարբերությամբ, սաղ քաղաքի արձանները վառելով գալիս են. Հիմա ուզում ենք ժամը 11-ն է, հիմա ուզում ենք գտնենք ինչ-որ մի վառվող արձան, հասցնենք, այստեղի արձանը վառեցին, արդեն հեսա մոտենանք տնանք վառել են թե չէ, ուրեմն ամեն հատվածում կա մի հատ մեծ արձան ու կարա մանկական արձան, փոքր արձան, ժամը 8-ին վառում են այդ փոքր արձանները, երևով որ երեխեքը տենան, հետո երեխեքը գնում են քնելու, այս բոմբերը զզվացրել են արդեն, մի ուրիշ ձևի են զզվացրել, ժամը 8-ին վառում են փոքրերը, հետո մեծ արձաններն են վառում, ստեղ ոնց որ վառել են արդեն, տեսեք մարդիկ հավաքում են արդեն նայեք, տենանք, ճիշտ ենք հասկացել, բայց փոքր արձանն են վառել, ոնց որ մեծն էլ չկա, մեծն էլ են վառել, ստեղ չհասցրեցինք, փորձենք հեսա գնանք մյուս հատվածը նկարենք, տեսեք մարդիկ մաքրում են վառված հատվածը, վաղ ես ամեն ինչ ես քան օր սենց վառել, թափել են, բոմբել են, ամեն ինչ մաքրվելու է ու վաղ առավոտանից տեսեք, ստեղ մաքրում են արդեն, ստեղ երևի մենակ ես փոքրն էր, մեծ չկար, այս հատվածում մենակ ես փոքրն էր, տեսեք, վառել վերջացրել են, մարդիկ հավաքում են, ամբողջ գիշեր աշխատելու են, մաքրեն մարդիկ, որ մենք առավոտյան զարթնենք, որ տենանք մաքուրը ամեն, Ֆայասը վերջացել է, Ֆայասը գիտեք ոնց է, սկզբից որ Ֆայասը գալի դե տոն է, լավ է, տենց կամաց մարդիկ բաներ են կախում, լույսեր, ուրախանում ես բան, հետո այդ վերջի պահ այնքան են բոմբեր գմփստում, այնքան են ճանապարհները փակ պահում, մի խոսքով հոգնում ես, զզվում ես, բայց եկեք վատը չխոսանք հիմա, քանի որ այսօր վերջի օրն է, տեսակ բոմբի ուժգնությունը, սիգնալիզացիաները միացավ են ենքան ուժեղ էր, նայեք, ուժեղ բոմբեր, որ սիգնալիզացիան միացավ, հիմա գնում ենք հաջորդ հատվածը, հաջորդ թաղը, բաղը, ոնց ասել, որ տենանք ոնց են վառում, այս արձանը, մարդիկ հավաքվել են, քանի որ վերջի օրն է, այդ հատվածի այդ շենքում, շենքեր մոտակա շենքերում բնակվողները հավաքվում են, գիտեն արդեն ժամը քանիսին է մոտորապես վառվելու, որտեվ այնտեղ մասնակիցներին, ֆայերոներն ասում են, իրանք ասում են, ժամը քանիսին են վառելու ամեն արձան, ու այդ ժամին մարդիկ արդեն պատրաստ արդեն սպասում են, որ վառեն, ինձ հուշում են, որ այս արձանը արդեն սկսում են վառել, Հրաման մի քիչ արագ գնանք, որ հասցնենք տնանք ոնց են վառում, հետաքրքիր է, որ միշտ ամեն անգամ վառելուց ստեղ հրշեջներ են լինում, շտապօգնության մեքենա է լինում, բայց կարող է լինում մենակ այն դեպքում, երբ որ մեծ արձան է,
Ես այդքան էլ մեծ չի երևի։ Չնայած մեծ է, լավ մեծ է։ Նենց էլ չի որ փոքր է։ Հիմա մոտենում ենք այս արձանին։ Ուրեմն ինչ են անում, արձանը ոնց են վառում, ուղղակի չեն բերում կրակ տալիս ու վառում։ Բոմբերը մտցնում են արձանների մեջ ու տենց շղթա են հանում։ Երբ որ վառում են այդ բոմբերը տրաքերով գալիս է մտնում այդ արձանների բոմբերի մեջ ու սկսում է արձանների բոմբերը տրաքում են ու արձանը վառվում է։ Չգիտեմ ինչքանով կարողացա բացատրեմ ձեզ թե ոնց է վառվում, բայց ընդհանուր մեխանիզմը դա էր։ Տեսեք ստեղ քանի որ բոմբա հարել են, նա տեսեք ինչա կատարվում։ Այս հատվածը, այս ամբողջս, տեսեք այս հատվածը վաղ լինելու է մաքուր զուլալ փողոց։ Այս կարմիր համազգեստով մարդիկ կազմակերպիչներն են այս ամեն ինչի։ Ամեն թաղամասի ֆայերում ունի իր համազգեստը, ունի իր լոգոն։ Տեսեք, ես էլ արձանն է, որ պետքա վառվի, բայց թղթեր են նայեք դրել տակը ոտերից կապել, որովհետև որ շուտ վառվի, հեշտ վառվի, համաչափ վառվի, որովհետև շատ ժամանակ լինում է, որ արձաններից, ասենք արձանի 80%-ը վառվում է արձանի, բայց ինչ-որ մի հատված տենց էլ չի վառվում, ստիպված գալիս են ձերով են վառում։ Տենանք որ հատվածում է այս արձանի վառելու պրոցեսը։ Տեսեք ժողովուրդ։ Հիմա պատկերացրեք, դուք բնակվում եք, ուղղակի պատկերացրեք, դուք բնակվում եք այս, ենթադրենք, այս տանը, այս կանաչ վարակույրով տեսեք, այս տանը, բնակվում եք այս տանը ու ինչա կատարվում ձեր հետ այս 10-15 օրվա մեջ, անընդհատ բոմբեր, երգեր, համերգ, ու դու ապրում ես այդ տան մեջ, հետաքրքիր է անցնում, նայեք, հիմա փակում են, ցանցերով փակում են արդեն, որ սկսեն վառելու պրոցեսը, քանի երեխեքը ներսն են, ուրեմն շատ հեռու է այդ վառելու պրոցեսը, դեռ չենք հասել այդ պրոցեսին, մի քիչ ավելի ներքև էլ կա արձան, բայց այդ արձանը ասում են հետո են վառելու, սկզբից վառելու են այս արձանը, հետո է այդ արձանը, նայեք ժողովուրդ ինչա կատարվում։ Ոնց որ պատերազմ եղածել է, ինչ վիճակ է, նայեք, աղբամանը։ Նու աղբամանին կարող է նայեք ձեզ թվա սենց ամեն տեղ փնթի բան, բայց չէ, դες չի, ամեն տեղ փնթի չի, մաքուր է, բավականին մաքուր է, բայց տեղեր կա հա, որ ավիրված է, որտեղ բոմբեր են տրաքացրել այդքան, տենց ինչ-որ վիճակներ է կեղտոտ, բայց ամեն տեղ չի, տեսեք, ստեղ իշքան մաքուր է, ստեղ իշքան նորմալ է։ Աղբամանները բնականաբար, քանի որ տուրիստները շատ են, մարդիկ շատ ավելի դուրսն են լինում, քան ներսը եւ այլն, այդ աղբահանության պահը բնականաբար մի քիչ ավելի կդժվարանա։ Նորմալ է դա, բայց ամենայն դեպս բավականին մաքուր է։ Այս պահին, նայեք, մարդիկ աշխատում են օր ու գիշեր, որ հասցնեն այդ, քանի որ շատ տուրիստներ են եկել այս պայասի տոնը նայելու, դրա համար մարդիկ աշխատում են ամեն ինչ անեն ու պետությունը
Վալենսիայի իշխանությունները աշխատում են ամեն ինչ անեն, որ քաղաքը մաքուր պահեն, որովհետև ինչքան ուզում է տոն լինի, եթե քաղաքը կեղտի մեջ կորի, տհաճ կլինի շատ տուրիստներին, մեր համար էլ ամոթ կլինի։ Կամա չենք էլի, որ տուրիստ է եկել մեր քովը։ Դեսեք, այս արձանը դեռ չի վառվում։ Ես սենց ասեմ, ավելի մոտ այս արձանի վառելու պահը, քան վերևի արձանի, որովհետև ստեղ արդեն բոմբերը մտցնում են այդ արձանի մեջ, որ վառելու process-ը սկսեն ու փակել են արդեն շուրջ բոլորը, ստեղ ավելի մոտ է։ Մտածում կարող է առաջինը այս արձանը վառեն։ Առաջինը կարող է այս արձանը վառեն։ Չգիտեմ։ Լավ, մենք երևի մի պահ ընդհատվենք, մարդիկ հիմի նայեք, ով ինչքան բոմբ առե ու մնացել է այդ իրա վրա, այդ բոմբը մնացել է, չէ՞, այդքան փող առել է մարդը։ Հիմա ինչ պետք է անի, եսի վերջի օրն է, վերջի ժամերն են, պետք է այդ բոմբերը տրաքացնի։ Դրա համար է մի վարկյան բոմբերից հանգիստ չկա։ Ամենավատը գիտեք որն է, որ ասենք սենց շենքի տակով անցնում ես, մեկ էլ ձլախք ոտերիդ առաջ բոմբ է տրաքում։ Երևի ամենազզվելի պայս ամենի մեջ երկու բան է, այս պայասի մեջ։ Վատ բան չեմ ասելու շատ, երկու բան է, առաջինը, որ փողոցները փակ է, երկրորդը, որ բոմբերն անընդհատ բոմբեր են տրաքում, ինձ հուշում են, որ սկսում են վառել, բայց որ արձանը չեմ կարող հասկանամ։ Ներքևի թե վերևի։ Ոնց է կհասկանանք։ Հիմա կհասկանանք։ Ներքևի արձանն է թե վերևի։ Նայեք, այս տուղմոտ մի ցելոֆան բոմբ կա։ Պետք է սպառի այդ տղեն այդ բոմբը, թե չէ։ Պետք է։ Ու սպառում է, էլի։ Մարդը սպառում է, ինչ կարաս ասես։ Ստեղ մի հատ տենենք ինչ է կատարվում։ Ստեղ արդեն սկսում են ինչ-որ բաներ անել։ Տենենք ինչ է կատարվում, մոտիկից նայենք, հասկանանք, տեսեք այս շղթաները, որ գցել են, այդ բոմբերա վրան, բոմբերը վառվելու է ու արձանը վառի, կապում են արդեն դնում են, մարդիկ ենքան լուրջ են անում այս ամեն ինչը, մեծահասակ մարդիկ, նայում ես, ինքան լուրջ են անում ես ամեն ինչը, քեզ թվում է ինչ-որ տենց խաղ է, տոն է, բայց իրանց համար էսի շատ լուրջ պրոցես է։ Այք սեղ երեխեք ինչ մնացել է, որ արդեն տուփով վառում են, այդ պրոցեսն է։ Պատրաստում են վառել, տեսեք, ծակեր են արել, հեսա մի քիչ մոտիկ անամ, ցույց տամ, ծակեր են արել, այք արձանների մեջ, որ մեջը պետք է բոմբեր մտցնեն, նայք, կողի մեջ արդեն ծակեր արել, հետևն էլ բոմբ են մտցնեն, տեսակ, Մարդիկ հավաքվեք անգնած սպասում են, երբ է վառվելու։ Նու այս պրոցեսը ես դες սենց ասեմ մի կես ժամ էլ ամենակիչը կտևի, բնականաբար մենք մոնտաժ կանենք այդ ամեն ինչը, կմիացնենք մեկ էլ վառելու
վարվելու ժամանակ ասեք բոմբերը քաշել են, վարվող բոմբեր են, սրանք այնպես բոմբեր են, որ ոչ մենակ պայթում են, այլ նաև վարվում են, դրա համար ուղղակի հետաքրքիր է թե վերևի մասը ոնց է վարվելու, վերևի մասը երևելի ծակեր են անելու բոմբեր մտցնեն։ Տեսեք, այստեղ թագավոր Ֆիլիպի, Իսպանիայի թագավորի արձանն է, նայեք։ Մեղջ մարդուն հիմա վարել են։ Նայեք, բոմբը մտցնում է մեջը։ Սալյուտի պես ինչ-որ բան է, էլի, որ տենց սալյուտ անի, ամեն ինչ անում են, որ հանկարծ հատված չլինի, որ չվարվի կամ ուշ վարվի, բայց միշտ էլ լինում է տենց հատվածներ, որ ուշ է վարվում ու ձեռով վարում են։ Տեսեք, մասնակիցները ինչքան շատ են։ Մենք մի պա ընդհատվենք, կմիանանք, երբ որ կվարեն արդեն։ Տեսեք, ժողովուրդ, սկսվում է։ Այս աղջիկը պետք է սկսի, պետք է վառի առաջինը ու տեսեք, ճաղավանդակները հետ են տվել, որ մարդիկ չվնասվեն այդ կրակից, վտանգավոր է, մի պրոցեսը սկսվում է։ Ճիշտ ասած առաջի անգամ եմ ցես մանրամասնորեն են, միշտ եկել եմ այն ժամանակ, երբ որ արդեն վառվել է կամ չգիտեմ։ Վարվե վերջացել է այտենց։ Այս անգամ նոր սենց սկզբից միջև վերջ պետք է նայենք։ Չգիտեմ ինչ է կատարվում, բայց օքեյ։ Ես մի հատ կանգնած կնկարեն, նայեք սկսողները կրակը նայեք, կրակը որ պետք է սկսի սալյուտով ստեղ կանգնած են այստեղ եկը։ Պատրաստ կանգնած են, պատրաստ։ Որ այրեն այն։ Այս աղջիկը հերոսուհին է, ֆայռուհին է, չգիտեմ ինչ ասեմ, այսօրվա հերոսն է, հա։ Ես հատենանք ինքը ինչ անում, ես գիտեմ առաջինը ինքը ինչ-որ պետք է բան սկսի, բայց կոնկրետ ինչ անում չեմ իշում։ Ոնց է սկսում կրակը չեմ իշում, հա։ Որ ժամն է, չգիտեմ, ուշ է արդեն տվեց, բայց ժամը քանիսն է չգիտեմ։ Ժամ արդեն 12-ն է երևի մոտավորապես։ Նայեք ինչքան մարդ հավաքվել, շենքի բնակիչներ, ստեղ տուրիստները շատ քիչ են, որովհետև կենտրոնում չենք մենք։ Կենտրոնում շատ ավելի շատ են, իջի, ասում է սկսեք, նայեք։ Են կողմից արդեն սիգնալ տվեցին, որ սկսեն, տեսեք ես լույսերը անջատեցին։ Հեռախոսները պահեք, գողություններ չլինի։ Հիմա ինչ է կատարվում, այս աղջիկը, տեսեք, այս աղջիկն է։ Ես գցեմ լույսը անջատեմ լավ։ Տեսեք ինչ անում այս աղջիկը։ Սալյուտը
Վասի արիստեր։ Video. Սարի տարեցին, հիմա արդեն վառում են, տեսեք ես, հերվիսն այք ընդեղից արդեն վառում են, որ բոմբերը տրակելով գան ու արձանը վառեն։ Pero que se vea. Երեխեքը ¡Viva la Falla de la Marca! ¡Viva la Falla de la Marca! ¡Viva! Festosos, venga a Fondo Sur. Hola, Fondo Norte. կրակը տվեցին աղջկան։ Primera foto. Dale, posar para la cámara. Ասեք վառում է, ու վերջ վառվելով գնաց, եկեք ես կոմ։ Վառում է այսը, նայք ինչա կատարվում։ Ապրեն վառողները։ Վառվեց արձանը, նայեք ժողովուրդ։ Նայեք ինչա կատարվում։ Մեզ հələ փոքր արձան է։ Կենտրոնում вообще։ Կենտրոնը շատ մեծ է, շենքի կես բոյին է երևի կենտրոնը կամ այս շենքի վրա շենքի ժողովուրդը նայում է։ Լավ էլ վառվում է։ Ամբողջ արձանը կսկսի վառվել։ Երեխեք ամենաշատը երեխեքն են ուրախանում։ Всё, մարդիկ գոհ են։ Վերջին նոտաները պայասի տոնի կատարված է։ Հիմա կսպասենք ինքան ժամանակ մինչև վառվի։ Վառվի նայենք։ Համտականում ենք ոնց որ։ Ամեն լույս է էլի։ Հետաքրքիր է ինչի՞ չէ։ Մեկ շատ անհամաչափ է վառվում, մի կողմը վառվեց վերջացավ, այն մյուս կողմը դեռ չի էլ սկսել։ Վառվել, բայց դե կվառվի կամաց կսկսի։ Կամաց կվառվի։ Չգիտեմ, միջև մասնակից չլինես, միջև ֆայերո չլինես երևի սրա հաճույքը չես զգա։ Մեր համար ինչ մենք հոգնած ենք այս ֆայսից, բայց իրանք ուրախացել են ամբողջ օրը դուսը խմել, կերել, խմել, խոսացել են, ուրախացել են, կատակներ են արել իրար հետ զարքել են, իրար հետ ժամանակ են անցկացրել, նայեք ժողովուրդ, նայեք ծխուրա բարձրանում։ Նայեք ինչա կատարվում այս մարդկանց վիճակը, այս շենքում բնակվողների վիճակը։ Պատկերացնեք։ Նայեք։ Նայեք ուր ասում։ Հրշեջ մեքենաները փոքր հրշեջ մեքենաներ եկան։ Այդ ինչ-որ կտոր անգնում է, այս ասպասեք էսի մեծ կտորը որ անգնի, տեսեք ոնց են ոգևորվում ժողովուրդ։ Այն մյուս արձանն էլ է վառվում արդեն։ Պատկերացնում եք այսօր քանի արձան է վառվում այսօր, մենակ այսօրվա մեջ։
Այսօր ամեջը որն է երեկոյան ժամին մի քանի ժամվա մեջ քանի արձանա վառվում։ Ամբողջ Վալենսիայում, ամբողջ Վալենսիա համայնքում, Վալենսիայի կողքի գյուղերում դա։ Նայեք։ Գլուխ ընկավ։ Օլե։ Նայեք յոգուրտ։ Вообще այստեղ պետքա հրշեջներ լինեին, պատուհանները ջրեին, որ չտրակեին, որտեղ շատ վատ վիճակ է։ Դրա համար էլ այս շենքը սենց սև է։ Սև մրի մեջ է, պատկերացնում եք այս ծխից հետո այս շենքի վիճակը։ Всё, վարվեց, վերջացավ։ Այնտեղ փոքր հրշեջներ են կանգնած, նայեք, եթե կնկատեք այս կողմը կանգնած մարդ է, եթե կրակը մի քիչ աչուձախ անի, չնախատեսված կողմ գնա կամ ինչ-որ բան պատահի, իրան կանգնած են։ Երաժշտությունն է միասին իրանց հիմնը։ Այք ես մարդը ծխի մեջ նկարում է։ Տերում եք այս մարդը։ Ծխի մրի մեջ մարդը նկարում է։ Եվ փայտից է, և ինչ-որ մատերիալ է, որ չեմ կարող հասկանամ ինչ է։ Որտեղ միշտ ինքը ներկված է լինում։ Երաժշտությունը ինչ լավն է, ինչ լավ։ Չգիտեմ, լսվում ա թե չէ։ Մի օր կարելի է գրանցվել որպես ֆայերով։ Ու հասկանալ այս ֆայասի հաճույքը գոնե մի անգամ, գոնե մի տարի հասկանալ ինչ է սա։ Ու ժամանակ կլինի երևի կգրանցվենք մի օր, մի տարի դեռ կհասցնենք, ինձ թվում է։ Ծխերի մեջ չեմ բողոքում, սովոր են իրանք սովոր են։ Այս ամեն ինչին։ Ես թվում այս շենքում այսօր մարդ չի մնացել, մարդ չի ապրում։ Ես կկանից էլի, բայց գույնը նայեք մի հատ այս շենքի։ Սպիտակ շենք է եղել, գիտեք չէ։ Սպիտակ այսքան մասին սպիտակ շենք է եղել։ Գույնը շատ արագ փոխել է մի քանի տարում։ Վերջ, ժողովուրդ ջան, սա է։ Մենք արդեն տեղափոխվենք, ինձ թվում է մնալը արդեն անիմաստ է ստեղ։ Նրանք արդեն տենանք մյուս հատվածների մինչա կատարվում։ Դե վերջ, այսօր այսքանը կհանդիպենք վաղը։ Հաջողություն։